Բաղդասարյան, ինչ կատարվեց ազգային ժողովի մոտեց։ Քարտուղարությունից տեղակ չպայեց, որ հաջորդ ելույթը կարող լինի իմը, որտեղ նման դեպքերում եթե տեսնում են ես դալիճից դուրս եի գալու, պետք է ինձ ասեն, որ պարոն Քոչարյան մնացեք, որտեղ հաջորդը դուք եք տեխնիկական սովորական խոտան, բայց ես հիմա ելույթ կունենամ եւ այդ հարցերի պատասխանը կտամ։ Չէ, անպայման պաշտպանության հանձնաժողովի նախագահի ելույթը պարտադիր ելույթ է։ Բայց Նիկոլ Փաշինյանը ձեզ այնտեղ նախատում էր, ինչպես տեսնում եք։ Չէ, Նիկոլ Փաշինյանը, չէ, դուք ուշադիր չեք։ Պարոն Փաշինյանը ոչ միայն լսել է, այլ պարոն Փաշինյանը այս տեխնիկական խնդիրը, որտեղ վերջին շոկ 20 րոպե ընդմիջումը քարտուղարության աշխատակիցների դերազման պատճառով պետք է տեղի չունենար։ Ես հիմա իմ ելույթում դա կնշեմ, քանի որ արդեն վերնագրեր ունենք։ Դա պարտադիր է, դա կանոնակարգ օրենքի պահանջ է, իսկ կանոնակարգ օրենքը սահմանադրական օրենք է։ Երբ մոտիկացեք Փաշինյանը պաշտպանեցիք, ինքը ինչ ասեց, լսեց ձեզ։ Ասեց, որ ափսոս էր այս 20 րոպեն։ Ես էլ եմ կարծում, որ 20 րոպեն ափսոս էր։ Չի լսում այս աղջիկ, բացատրեցի։ Ընդամենը քարտուղարությունը իր պարտականությունը տեղյակ պահի, որ հաջորդ ելույթը դուք եք, բայց ես կարծում եմ, որ տեղյակ չպահելուց հետո ինչ նիստի ընթացքում պատգամները եւ դուրս են գալի, ներս են գալի, վերջին հաշվով դուք ինչ գիտեք ինչ եմ դուրս եկել։ Ուզում եք դա իմանաք։ Բայց օրինակ վարչապետն այստեղ կառավարության անդամները բան Քոչարյան դուք հանձնաժողովի նախագահ ներկա չէիք։ Հիմա կգնամ եւ ելույթ կունենամ եւ հակիրճ ձեր հարցի պատասխանը դուք կլսեք, ուշադիր եղեք։ Բայց դուք արդեն վերնագրերով դեր ում պատճառով եղավ այս ընդմիջումը։ Ես հիմա կասեմ, որ դա իմ պատճառով էր եւ քարտուղարության։ Լարված էին ձեր եւ պարոն Փաշինյանի արարողությունը։ Ոչ, մամուլը, եթե դուք եք, դա դուք ամբողջ մամուլը չեք։ Տեսանյութերն ենք տեսել։ Շատ լավ եք անում, այո, բնականաբար ցանկալի չէր, որ ինչ որ պատճառով 20 րոպե ընդմիջում լինի։ Եվ պարոն Քոչարյան, վարչությունից ձեզ երաշխավորագիր տվող եղավ։ Այո։ Կհրապարակվի կտեսնեք։ Շատ ծանրակշիռ Վարշան ընդունում Փաշինյանը։ Ոչ։ Քոչարյան, զեկույց ուղարկեցի գաղտնի բաժին եւ ինչ հասկացա։ Ես չեմ ուղարկել գաղտնի բաժին։ Ես ըստ կանոնակարգ օրենքի պահանջի դուք որ թերթն եք։ Դե թողեք ձեր գործընկերը եւ ժողովուրդ օրաթերթին վերջին։ Չէ, դուք շատ լավ։ Ես ըստ կանոնակարգ օրենքի պահանջի ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին։ Հրապարակվի իմանաս ինչ ես ուզում որ առաջ հրամանը չես աշխատում։ Իսկ դուք նեղվում եք, որ դուք սխալ բաներ եք հրապարակում ժողովրդը, պարբերաբար։ Ես օրինակ արդեն չեմ նկատում ձեր հրապարակումները, այ դրանից նեղվեք, ժողովրդին։ Դե ինչի նեղվեք, դե ձեր գործը խառնաշփոթ ստեղծելն է, դուք ոնց կարաք նեղվեք։ Իա, իսկ մեր գործընկերներին, իմացա ձեզ եմ խնդրում, եղեք զուսպ, կլինի այդպես։ Խնդրում եմ ուշադիր հետևեք իմ զեկույցին։ Կհետևենք։